Կասեցում շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանը պնդում է, իր կուսակից Աբրահամ Մանուկյանին պատկանող տարածքում չեն իրեն ծեծի ենթարկել։ Հերքել եմ այդ փաստը եւ ես հայտարարել եմ, որ ես չեմ գտնվել այդ վայրում։ Իսկ հանցագործը պետք է կրի իր արժանի պատիժը անկախ կուսակցական պատկանելիությունից։ ԲՀԿ-ից կլինի, ՀՀԿ-ից կլինի, անկուսակցական կլինի, թե չգիտեմ, ուղղակի ռեցեդիվիստ կլինի։ Արտակ Խաչատրյանին առևանգել էին սև Toyota մեքենայով, սակայն դա էլ առայժմ չի օգնում գործի բացահայտմանը։ Իրավապահ մարմինները ասում են, որ համարները գրանցված համարներ չի։ Ավելին ես ձեզ չեմ կարող ասել։ Արտակ Խաչատրյանը հայտարարում է, թե չի դավաճանելու իր կուսակցությանը անկախ զարգացումներից։ Հարկ եղած դեպքում ամենածանր աշխատանքը կատարել այդ կուսակցության համար եւ այդ կուսակցության շահերը սպասարկելու համար եւ որպես անձ նաեւ ես կանգնած եմ Գագիկ Ծառուկյան անձի կողքին։ Ակտիվիստի ծեծից հետո ԲՀԿ-ականները բազմաթիվ կոշտ հայտարարություններ արեցին։ Դրանից մի քանի օր հետո եղավ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը Գագիկ Ծառուկյանի հասցեին։ Սարգսյանի ելույթը ըստ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի դիմազերծեց հայաստանյան իշխանությանը։ Ցանկացած մեկը, ով կհայտարարի, որ ինքը ընտրում է ընդդիմադիրի կեցվածքը, ապա օրենքից, սահմանադրությունից եւ ամեն ինչից դուրս կենթարկվի հալածանքների։